Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ուրեմն շուրջ 3-4 ամիս է արդեն այս քննարկումները տեղի են ունենում տնտեսվարողների հետ։ Մենք նախապես իրենց զգուշացրել ենք, որ այն կրպակները, տաղավարները, չգիտեմ ինչ-որ այլ տարատեսակ նյութերով բարփակված այդ տնտեսվարողների համար պայմաններ ստեղծած առողջի կետերը պետք է ամբողջությամբ ապամոնտաժվեն։ Տնտեսվարողները իրենք քաղաքապետարանում քննարկումների են նաև մասնակցել, խնդրել էին, որպեսզի իրենք ժամանակ տրամադրվի եւ բնականաբար իրենց խնդրանքը բավարարվել է քաղաքապետարանի կողմից եւ այսօրվա օրը իրենց նշված օրն է, որ իրենք այսօր արդեն պատրաստ են լինելու արդեն շուրջ 4 ամիս առաջ։ Իրենք այսպես փոխհամաձայնության եք եկել։ Այո, փոխհամաձայնության ժամանակի առումով, այո, գնանք փոխհամաձայնության եւ իրենց իրազեկված են եղել, այնքանով են իրազեկված եղել, որ իրենք արդեն 3 օրվա վերջում իրենց ապրանքները անանել են տարածքներից, որպեսզի կարողանանք այսօր առավոտյան արդեն այս աշխատանքները իրականացնել եւ որևէ դեպքի փոխհատուցման հարց չի քննարկվել, քանի որ այդ կրպակները եւ այդ աղավարները որևէ մեկը իրավական կարգավիճակ չունի։ Օրենքով սահմանված կարգավիճակ փոխհատուցման ենթակա չէ։ Իսկ այն գույքը, որը իրանից արժեք է ներկայացնում, բնականաբար այս ժամանակը հենց դրա համար է տրամադրվել, որ իրենք իրենց գույքը կարող են տեղափոխել կամ իրենց միջոցներով ապամոնտաժեին, որպեսզի նյութական վնաս չկրեն։ Ու կարծում եմ, եթե չեն ապամոնտաժել, ուրեմն ինքը իրանից արժեք չի ներկայացնում։ Չէ, արժեք բնականաբար կներկայացնի, բայց այն արժեքը չունի, որի համար, որ իրենք դա իրենց միջոցներով։ Բոլոր տաղավարների հետ կապված, այո, գործընթացը եւ մոտեցումը նույնն է, ուղղակի դեռ մնացել է մի քանի տաղավար, որոնք որ դեռ փաստաթղթային որոշակի խնդիրներ կան։ Դրանք արդեն օրենքով սահմանված կարգով լուծելուց հետո բնականաբար նաեւ այդ տաղավարներն են ապամոնտաժվելու, որտեղ նպատակը եւ այս գործընթացի իրականացման ամբողջ խնդիրը դրված է, որպեսզի մայթը ամբողջությամբ ազատվի այս տարատեսակ կյանքից։ Շատ լավ, դուք առաջարկել եք, որ իրենք իրազեկել եք, իրենք իրենց գլխի ճարը տեսնեն, այսինքն դուք չեք առաջարկել շուկա տեղափոխվել, ուրիշ տեղ տեղափոխվել։ Որևէ մեկին չենք կարող ասել, ինչպես դուք եք ասում, գլխի ճարը տես, չէ։ Դուք իրենց ասել եք, որ այս կրպակները այլևս հնարավոր չի, որ այստեղ գործեն։ Որտեղ տարիներ շարունակ գործել են, իսկ ժամանակները եկել է հասել է արդեն որ սրանք խանգարում են հետիոտին, խանգարում են երթևեկությանը, որտեղ երթևեկությունը արդեն եթե համեմատում ենք 10-20 տարի չգիտեմ, պետական ժամանակ առաջ այդ խնդիրները չեն եղել։ Հիմա են առաջ գալի եւ դրա լուծման տարբերակը բնականաբար այդ կրպակները ապամոնտաժելն առավելևս որ դրանք որևէ իրավական կարգավիճակ չունեն։